Երբևէ դադարել եք արտացոլել, թե ինչու են որոշ մարդիկ իրենց ամբողջ կյանքը անցկացնում աշխատավարձից, իսկ մյուսները զրոյից բախտը և հանգստացնում են հաջորդ սերունդներին, ինչու են նրանք, ովքեր գնում են 25-ի առաջին տունը 25 և այլոց, 59 դեռ հաշվում են յուրաքանչյուր կոպեկ, կարծես վերջինն էր, պատասխանը բախտի կամ համալսարանական դիպլոմի մեջ չէ, թող միայն ազդեցիկ շփումներ, ես ձեզ կասեմ, թե ինչպես ես գալիս եմ մի հասարակ ընտանիքից հայր հաշվապահ, հայրը վաճառում է տնական աղի տոնավաճառում, առանց որևէ ֆինանսական արտոնության կարողացավ սակավության պակասը տնտեսական ազատության պակաս։ Իմ առաջին աշխատավարձը այնքան համեստ էր, որ ես դեռ հիշում եմ ճշգրիտ արժեքը 15,000 ռուբլի 1999 այն ժամանակ թվում էր, թե այդ թվերը սահմանում էին իմ ճակատագիրը, բայց ահա ճշմարտությունը։ Դա այն թվերը չեն, որոնք սահմանափակում են ձեր կյանքը, բայց ինչպես եք մտածում դրանց մասին, եթե կարծում եք, որ մի միլիոն է սովորական մարդու համար անհասանելի է, ուշադիր լսեք, քանի որ ես հետևեցի մի ճանապարհ, որը հենց այնտեղ սկսվեց, այդ նվազագույն աշխատավարձով և հասա ֆինանսական անկախության, եւ ամեն ինչ հիմնված էր պարզ սկզբունքների վրա, ժամանակի ընթացքում փորձարկված, այդ աշխատանքը, ցանկացած վայրում, ցանկացած պահի։ Նկատել եք, թե ինչպես են որոշ մարդիկ տեսնում հնարավորություններ, որտեղ առավելագույնը միայն խոչընդոտներ են տեսնում, ես մեծացել եմ դիտելով սա, պապս միշտ ասում էր։ Փողին հավանում է, բայց նա ոչ միայն խոսեց գրավոր ծախսերի մասին, նա խոսեց հասկանալու մասին, թե ինչպես է աշխատում փողը, ինչպես նրան ստիպել աշխատել իր օգտին, ինձ տարիներ տևեցին այս դասը վերծանելու համար, մինչև մի օր սկսեցի գործնականում դնել։ Ահա վճռորոշ կետը։ Շատերն ակնկալում են, որ հարստության գաղտնիքը կախարդական բանաձև է, մի հրաշք քայլ, լավ նորությունն այն է, որ այն գոյություն չունի, և սա դրական է, քանի որ դա նշանակում է, որ հարստությունը կախված չէ բախտից, բայց հետևողական գործողություններից փոքր ամենօրյա ընտրություն, որից որևէ մեկը կարող է անել։ Մնացեք մինչև վերջ, քանի որ ես կկիսվեմ 4 սյուները, որոնք ինձ թույլ տվեցին, որ ամուր աշխատավարձը դառնան միլիոնավոր, և ես անկեղծ կլինեմ։ Այս քայլերից ոմանք վախ են առաջացնում, մյուսները անտրամաբանական են թվում նրանց, ովքեր միշտ ապրում էին եզրին, բայց նրանք աշխատում էինք, դուք կիմանաք իրական պատմություններ։ Քանի որ ես ներդրեցի իմ առաջին $100, այն սխալները, որոնք համարյա փչացնում էին ինձ, և թե ինչպես է փոքր սովորությունը ամբողջովին փոխել իմ ֆինանսական հետագիծը, եթե մնում եք մինչև վերջ, դուք դեռ կստանաք կոնկրետ գործողությունների ծրագիր, որն այսօր կսկսի։ Գիտեմ, որ շատերը մտածում են. Սա գեղեցիկ է թղթի վրա, բայց դա ինձ համար չի աշխատի, վարկ ինձ վրա։ Ես նույնպես կասկածում էի, ես ընտանիքից եկա առանց հարստության ավանդույթի, ես աշխատել եմ փշրանքների համար, տեսա, որ ընկերներն ու գործընկերներն անցկացնում են իրենց վաստակած ամեն ինչ և բողոքում են կյանքից, մինչև որոշում կայացա։ Իմ պատմությունը նույնը չէր լինի։ Եթե պատրաստ եք դադարեցնել հրաշքներին և սկսել կառուցել ձեր սեփական ֆինանսական իրականությունը, եթե պատրաստ եք այլ աչքերով տեսնել գումար և հնարավորություններ, այս բովանդակությունը ձեզ համար է, մնացեք մինչև վերջ, քանի որ լավագույնը դեռ չի սպասվում։ Ի դեպ, սպոյլ։ Գաղտնիքը, որը ես կբացահայտեմ վերջում, զարմանալիորեն պարզ է, բայց դա պահանջում է կարգապահություն և ազնվություն ինքնուրույն, եթե դա լուրջ ընդունեք, ձեր կյանքը երբեք նույնը չի լինի։ Դեպի դրա դեմ վերացրեք շեղումները, քանի որ ես ցույց կտամ մի ուղի, որը բախտի մեջ համեստ աշխատավարձ է դնում, սերունդների կողմից վերցված մի ուղի, որը ես հետևեցի ինձ և որը բոլորի մեջ է, պատրաստ այսպիսով, եկեք սկսենք։ Հասանք խնդրի սիրտը, դուք լսել եք, որ հարստությունը սկսվում է մտքում, ոչ թե աշխատավարձի մեջ, բայց ինչ է դա նշանակում գործնականում, ինչպես կարող է քայլ առ քայլ մի փոքր եկամտաբեր քայլ առ քայլ վերածել միլիոնավոր մարդկանց։ Թույլ տվեք պատմել իմ պատմությունը։ Իմ առաջին պաշտոնական աշխատանքը պահեստում էր, ցածր աշխատավարձ և ծանր աշխատանք, այնտեղ էր, որ ես սովորեցի հիմնարար դաս։ Եթե չես սովորում կառավարել քո ունեցած փոքրիկը, երբեք շատ բան չունես, յուրաքանչյուր իրական կթողնվեր սննդի հետ, փոխանցում։ Օձ և փոքր ծախսեր, և թվում էր, թե ոչինչ չի մնացել, մինչև ես սկսեցի ինչ-որ բան անել։ Գրանցեք ամեն ինչ, որքան վաստակեցի, որքան եմ ծախսել, որտեղ ամեն կոպեկ էր գնում, այն հնչում է պարզ, բայց դա առաջին և ամենահզոր քայլն է, նույնիսկ փոքր աշխատավարձով, իմանալով, թե որքանով է գնում ձեր փողերը, նույնն է, ինչ ձեր կյանքի ուղիները վերցնելը։ Ես հիշում եմ մի օր, երբ իմ ծախսերը վերլուծելու ժամանակ ես հասկացա, որ ավելի շատ բաներ եմ անցկացրել սրճարանների և նախուտեստների վրա, շրջադարձային պահ էր, եթե ուզում եք փոխել ձեր կյանքը, ես պետք է ներդրումներ կատարեմ գիտելիքի մեջ, այլ ոչ թե ուղևորատար հաճույք։ Ահա երկրորդ սկզբունքը։
Ներդրումներ կատարեք ինքներդ։ Սկզբում ես այնքան էլ չհասկացա, թե ինչ է նշանակում, մինչև ես գնեցի իմ առաջին ֆինանսական գիրքը, որն արժե իմ աշխատավարձի գրեթե կեսը։ Դա իմ լավագույն որոշումն էր։ Կարդացեք յուրաքանչյուր գիրք, ամեն դասընթաց արված։ Յուրաքանչյուր խոսակցություն այն մարդկանց հետ, ովքեր գիտեին, թե ինչպես են գումար վաստակել եւ բազմապատկել փողերը, որոնք ես նույնիսկ պատկերացնում էի։ Ես օրինակ կտամ, ես սկսեցի փոքրիկ նախագիծ վաճառելով առցանց գրասենյակային պարագաներ, թվում էր թե հիմար գրիչներ եւ նոթբուքեր ընկերների եւ ծանոթների համար, բայց ես կիրառեցի իմ սովորածը։ Նախատեսել եմ, վերլուծել եմ պահանջը, սովորել է գործ ունենալ, 1 տարվա ընթացքում այն դարձավ կայուն եկամուտ, եւ դա մեզ տանում է մեկ այլ հիմնարար սկզբունք։ Մի ակնկալեք աշխատանքի աճ, ստեղծեք ձեր սեփական եկամտի աղբյուրները։ Երբ մարդիկ լսում են ներդրումների մասին, նրանք շուտով մտածում են բարդ սխեմաների եւ մեծ քանակության մասին, բայց հնարավոր է սկսել քիչ-քիչ։ Իմ առաջին դիմումը ընդամենը $100 էր մի նախագծում, որն օգնեց մարդկանց լուծել առօրյա խնդիրները։ Գիտեք ինչ է պատահել, վճարված նախագիծը եւ ես շահած փորձը արժեր շատ ավելին, քան փողը։ Հաջորդ քայլը կարգապահությունն է եւ հստակ նպատակները։ Ես միշտ հաստատել եմ հատուկ եւ չափելի նպատակներ, ինչպիսիք հենց hands-free-ները մինչեւ տարեվերջ խնայել նոր նախագիծը ներդնելու համար։ Ես հետևեցի պլանից, նույնիսկ երբ դժվար էր, իհարկե։ Ես սխալներ թույլ տվեցի։ Մի անգամ ես հրավիրեցի մի բան, որը բոլորովին սխալ էր, բայց յուրաքանչյուր գայթակղություն դաս էր։ Սխալը կապիտալ է, որը ոչ ոք չի կարող ձեզնից վերցնել։ Ես ուզում եմ, որ դուք հասկանաք սովորությունների ուժը։ Տարիների ընթացքում փոքր ամենօրյա գործողությունները արդյունք են տալիս։ Ի սկզբանե իմ 15.000 ռուբլով ես ամեն ամիս պահում էի առնվազն 10%։ Նույնիսկ եթե ես կարծես թե փոփոխություն չդարձան, մի քանի տարի անց այս կարգապահությունը ինձ տվեց առաջին կապիտալը ներդրումներ կատարելու համար։ Եվ կայևս մեկ սկզբունք, ցանցի եւ շրջակա միջավայրի ուժը։ Տարիներ շարունակ ես նկատեցի, որ մարդիկ, ովքեր ֆինանսապես բարգավաճում են, միշտ մոտ են ուրիշներին, ովքեր գիտեն, թե ինչպես հաղթել, ներդրումներ կատարել եւ ձեռնարկել։ Շրջակա միջավայրը ձևավորում է միտքը։ Ես սկսեցի դաստիարակներ ստանալ, խոսելու նրանց հետ, ովքեր արդեն հասել էին իմ ուզածը, հարցեր տալ։ Յուրաքանչյուր փոխգործակցություն ինձ ավելի մոտեցրեց իմ նպատակներին։ Հիմա հարցն այն է, որ պատրաստ եք առաջին քայլը կատարել, ընտրությունը քոնն է, տարբերությունը ովքեր ապրում են սահմանի վրա եւ հարստություն են կառուցում, աշխատավարձի մեջ չէ, այլ վերաբերմունքի մեջ, եւ վերաբերմունքը դուք այսօր կարող եք փոխվել։ Սովորելով ուրիշների սխալներից եւ փորձառություններից ունի կոլոզայի ազդեցություն, երբ շրջապատված եք այն մարդկանցով, ովքեր գիտեն, թե ինչպես ստեղծել գումար, նոր գաղափարներ, շփումներ եւ հնարավորություններ, բնականաբար, գալիս են։ Թույլ տվեք կիսել իմ կյանքի ևս մեկ օրինակ, երբ ես բացեցի իմ առաջին բիզնեսը, շատ ընկերներս ասացին. Սա չափազանց ռիսկային է, մի արա դա, բայց ես տարիների ընթացքում կիրառեցի կուտակված գիտելիքները եւ թույլ չտվեց, որ նա ինձ սխալ թույլ տա սխալվել, նախագիծը բաժանեցի փոքր քայլերի, նվազագույնի հասցրեց ռիսկերը, եւ աստիճանաբար իմ փոքրիկ բիզնեսը սկսեց շահույթ առաջացնել, որը գերազանցեց իմ բոլոր սպասումները։ Ինչն է օգնում ամենաբարձր աշխատավարձը վերածել միլիոնների, շարունակական ուսուցում եւ հարմարեցում, աշխարհի փոփոխությունները, տնտեսական պայմանները դառնում են եւ ամեն օր հայտնվում են նոր հնարավորություններ, միշտ պայքարում եմ միտումներ տեսնելու, նոր շուկաներ ուսումնասիրելու եւ ֆինանսական գործիքներ ուսումնասիրելու համար, սա նաեւ հազարամյակ իմաստության մի մասն է, երբեք չհաշվեք։ Արդեն ձեռք է բերվել, օգտագործեք հետախուզություն եւ գիտելիքներ հարստությունը բազմապատկելու համար։ Եվ ամենակարևորը հասկացա. ֆինանսական անկախությունը նպատակակետ չէ, այլ գործընթաց։ Դա մի ուղի է, որը սկսվում է փոքր սովորություններով յուրաքանչյուր իրական սովորել, ներդնել ինքներդ ձեզ եւ հնարավորություններ փնտրել։ Ես ուզում եմ, որ դուք հասկանաք. հարստությունը կախարդական չէ, վիճակախախ չկա, ոչ մի ժառանգություն։ Դա ժամանակի համար ապացուցված գործողությունների հաջորդականությունն է։ Ձեր ստանձնած յուրաքանչյուր քայլ ձեզ բերում է վաղվա ֆինանսական ազատությանը։ Գիտեք ինչ այլ բան, դուք կզարմանաք, բայց մի փոքր սովորություն, որը ես մտցրեցի իմ կյանքի մեջ, ամեն օր փոխեց։ Ամեն օր ես վերապահված էի մտածելու, թե ինչպես ձեռք բերել, ինչպես ներդրումներ կատարել, աղքատ վարձատրվող աշխատանքի վրա աշխատող ժամեր չկային, այլ պլանավորման եւ արտացոլման ժամեր։ Սա այն է, ինչ ինձ թույլ տվեց տեսնել այն հնարավորությունները, որտեղ ուրիշները միայն խնդիրներ են ունեցել։ Այնպես որ, հիշեք այս ճշմարտությունները։ 1. Փողի նկատմամբ վերահսկողությունը առաջին քայլն է։ 2. Ներդրումներ կատարեք գիտելիքների եւ հմտությունների մեջ։ Սա այն կապիտալն է, որը ոչ ոք չի կարող ձեզանից տանել։
3. Ստեղծեք ձեր սեփական եկամտի աղբյուրները։ Մի սպասեք աճի։ 4. Սահմանեք նպատակները և հետևեք նրանց կարգապահությամբ։ 5. Քայլեք հաջողակ մարդկանց վրա և սովորեք նրանց փորձառություններից։ 6. Փոքր ամենօրյա սովորությունները հանգեցնում են մեծ արդյունքների։ 7. Սովորեք և հարմարվեք անընդհատ։ Աշխարհը չի դադարում, և դուք նույնպես չպետք է կանգնեք։ Եթե հետևում եք այս սկզբունքներին, նույնիսկ փոքր աշխատավարձով կարող եք ստեղծել մի գույք, որը կապահովի ոչ միայն ձեր ապագան, այլև հաջորդ սերունդները, հավատացեք ինձ։ Ես սրբեցի այսպես։ Հիմա եկեք բոլոր կտորները միասին դնենք և տեսնենք, թե դա ինչ է գործնականում։ Առաջին բանը, որ պետք է հասկանալ, այն է, որ հարստությունը միայն բանկային հաշվին չէ, այլ հոգեկան վիճակում։ Ես հանդիպեցի միլիոնավոր մարդկանց, ովքեր դեռ դժբախտ էին, քանի որ նրանք չգիտեին, թե ինչպես կառավարել գումարը կամ նպատակայինորեն հստակություն ունենալ, և ես հանդիպեցի ուրիշներին, համեստ աշխատավարձերով, ովքեր ապրում էին անվտանգ և երջանիկ, որովհետև նրանք գիտեին, թե ինչպես պլանավորել, ներդրումներ կատարել և հնարավորություններ ստեղծել։ Իմ ճանապարհորդությունը ինձ սովորեցրեց մի պարզ ճշմարտություն։ Եթե ցանկանում եք փոխել ձեր կյանքը, սկսեք ձեզանից, մի ակնկալեք, որ ինչ-որ մեկը հնարավորություն կտա ձեզ հնարավորություն տալ, մի կարծեք, որ ամեն ինչ լուծվելու է միայնակ, նպատակներ սահմանեք, վերահսկեք ձեր ֆինանսները, ներդրումներ կատարեք գիտելիքի մեջ, ստեղծեք եկամտի աղբյուրներ, առնվազն մեկ փոքր քայլ արեք ձեր նպատակին հասնելու համար, և տարիներ անց ձեզ կզարմանաք արդյունքից։ Կա ևս մեկ բան, որ շատերը անտեսում են։ Ֆինանսական ազատությունը միայն փողի մասին չէ, խոսքը ընտրության մասին է։ Դա որոշելու ունակությունն է, թե ինչպես ապրել, ինչ անել, ում հետ աշխատել, ինչպես օգտագործել ձեր ժամանակը, փողը տալիս է գործողության ազատություն, բայց այն շահելու համար ձեզ պարզապես փողի կարիք չունեք հմտություններ և սովորություններ, որոնք ձեզ ստիպում են աճել։ Հիշում եմ, երբ իմ բիզնեսը սկսեց շահույթ բերել, ես փոքր վարձով բնակարանում էի, մտածում էի. որքան լավ կլիներ անհանգստանալ յուրաքանչյուր կոպեկի համար, այսօր ես ոչ միայն ֆինանսական կայունություն չունեմ, այլև ժամանակ ճանապարհորդելու, սովորելու, օգնելու ուրիշներին և ներդրումներ կատարել ինձ ոգեշնչող նախագծերում։ Եվ ամեն ինչ սկսվեց փոքր քայլերով։ Ֆինանսների վերահսկման կարգապահությունը, գիտելիքի ներդրման սովորությունը և համարձակությունը հայտնվել է։ Բայց ես ուզում եմ լինել ազնիվ։ Միլիոնավորների ճանապարհը երբեք հեշտ չէ, կլինեն սխալներ, կասկածներ, պահեր, երբ կցանկանաք հրաժարվել։ Ես անցա դրանով, ես ունեի նախագծեր, որոնք ձախողվեցին, կորցրած փողերը, օրեր, երբ ամեն ինչ անիմաստ էր թվում, բայց կա մի կանոն, որը ես հավիտյան սովորեցի։ Յուրաքանչյուր սխալ քայլ դաս է, յուրաքանչյուր սխալ փորձի մեջ, որը կբերի հետաքրքրությամբ։ Եվ ահա ևս մեկ գաղտնիք։ Մարդիկ կարծում են, որ ֆինանսական ազատությունը նպատակ է ձեռք բերել, իրականում դա անընդհատ շարժման գործընթաց է, նույնիսկ երբ հասնում եք եկամտի լավ մակարդակի, շատ կարևոր է դադարեցնել, սովորել սովորելով, փնտրելով նոր հնարավորություններ և կարգապահություն պահպանելը, հակառակ դեպքում փողը սկսում է փախչել։ Հնարավորությունները աննկատ են դառնում, իսկ կառուցվածքը կարող է կորչել։ Այժմ, եկեք այս բոլոր սկզբունքները վերածենք հստակ և գործնական գործողությունների ծրագրի։ 1. Ընդհանուր ֆինանսական հսկողություն։ Գրեք յուրաքանչյուր իրական, որը ներս է մտնում և դուրս գալիս, վերլուծեք ձեր ծախսերը, վերացրեք թափոնները, առանց վերահսկողության կապիտալ կուտակելու միջոց չկա։ 2. Ներդրումներ կատարեք գիտելիքների մեջ։ Կարդացեք գրքեր, դասընթացներ կատարեք, խոսեք նրանց հետ, ովքեր ցանկանում եք, ձեր գիտելիքները առաջին և արժեքավոր ակտիվ են։ 3. Դիվերսիֆիկացնեք ձեր եկամտի աղբյուրները։ Մի կախվածեք միայն աշխատավարձից, զուգահեռ բիզնես, ներդրումներ, ազատություն, լրացուցիչ հոսք այն ավելի է մոտեցնում ազատությանը։ 4. Կարգապահություն և պարզ նպատակներ։ Սահմանել չափելի նպատակներ, պլանավորել քայլերը և կենտրոնանալ նույնիսկ դժվարին օրերին, փոքր ամենօրյա կանխավճարները կառուցում են արտառոց արդյունքներ։ 5. Իր շրջապատված է ճիշտ։ Նրանց հարաբերությունները ձևավորում են իրենց սովորությունները և մտածելակերպը, փնտրեք մարդկանց, ովքեր ոգեշնչում են, ուսուցանում և աջակցում են իրենց աճին։ 6. Ամենօրյա սովորություններ, որոնք վերափոխում են։ Փոքր կրկնվող գործողություններ, որպես 10 րոպե ծախսել պլանավորման կամ ծանոթագրման համար երկար ազդեցություն։ 7. Մշտական հարմարեցում։ Աշխարհը զարգանում է, և դուք պետք է բաց եղեք սովորելու, նորի հետ փոխելու և փորձի համար։ Ես ուզում եմ, որ դուք հասկանաք մի բան։
Նույնիսկ փոքր աշխատավարձով, նույնիսկ երբ թվում է, որ փողը ոչինչ չի տալիս, դուք ունեք ամենաարժեքավոր հատկությունն ու սովորելու ունակությունը, օգտագործեք դրանք։ Ձեր ֆինանսները վերահսկելու պրակտիկան վերածեք հնարավորություններ ստեղծելու ունակության մեջ, փոքր քայլերը վերածել տևական բախտի հիմքի։ Հիշեք, միլիոնավորների ճանապարհը սկսվում է մեկ քայլով, այսօր հիմա կարող եք վերցնել այս քայլը, սկսեք պլանավորմամբ։ Պատրաստեք հստակ պլան, մի կողմ թողեք ամենօրյա ժամանակը իմանալու, կարդալ, դիտել որակյալ բովանդակություն կամ եկամուտների բարձրացման հմտություններ, գտեք մի փոքր նախագիծ, մի բան, որը կարող է բերել ֆինանսական, նույնիսկ համեստ վերադարձ։ Մի ակնկալեք կատարյալ պահ, քանի որ այն գոյություն չունի, ամեն օր առնվազն մեկ քայլ վերցրեք, որքան էլ փոքր, ձեր նպատակին հասնելու համար։ Եթե պատրաստ եք սկսել այս ճանապարհորդությունը, ես ձեզ երաշխավորում եմ ինչ-որ բան։ Արդյունքները կգան, նրանք կարող են անհապաղ լինել, բայց դրանք անխուսափելի կլինեն, քանի որ այն սկզբունքները, որոնք ես այստեղ եմ կիսել, դրանք ապացուցված են իմ կողմից փորձարկված սերունդների և հազարավոր մարդկանց կողմից, ովքեր դիմել են դրանք։ Նրանք չեն ձախողվում։ Հիմա ես խնդրանք ունեմ կատարել, եթե ցանկանում եք ստանալ այսպիսի ավելի շատ պատմություններ, ավելի գործնական խորհուրդներ և ֆինանսական ազատություն ձեռք բերելու կոնկրետ քայլեր, հետևեք այս բովանդակությանը, ակտիվացրեք ծանուցումները և մնացեք այստեղ։ Հաջորդ նյութերում ես կկիսեմ մանրամասն ներդրումային ռազմավարություններ, զեկույցներ այն մարդկանց մասին, ովքեր վերափոխել են իրենց կյանքը և նույնիսկ հազարամյա ֆինանսական իմաստության ավելի խորը սկզբունքները։ Պահպանեք սա։ Ձեր կյանքը ձեր ձեռքերում է, այսօր փոքր աշխատավարձը նախադասություն չէ։ Դա մեկնարկային կետն է շատ ավելի մեծ բան կառուցելու համար, ձեզ անհրաժեշտ է կարգապահություն, գիտելիքներ, գործողություն և վստահություն ձեր հանդեպ։ Սկսեք հիմա, վերցրեք առաջին քայլը, մի օր դուք կանդրադառնաք և կհասկանաք, ամեն ինչ սկսվեց շատ համեստ աշխատավարձով, և այսօր ես ունեմ ազատություն և հնարավորություններ, որոնք ես նույնիսկ չեմ երազում։ Հավատացեք ինձ։ Ես հասել եմ այս ճանապարհին և գիտեմ, որ եթե հետևեք այս սկզբունքներին, ապա կհասնեք այսօր անհնարին, ընտրությունը քոնն է։